Բարլուս ախպեր ջան, եթերում անցիտուն հələ աղջի, անցիպունը չունի կե, եթե անցիվիրուսն է, անցիվիրուս ախպեր, անցիվիրուս, Կիրակին ոնց որ ին դուշմանը լինի այս հավատտանը, բայց ինչի, որովհետև հերիք չէ նստի տեքստ գրի, հետո այդքան մարդուն հավաքի իրար գլուխ, հետո գնա շոր առ, հետո ոբշեմ լիք կգործ, մեր գործն է գործ չէ, տո բա որ հետո մեկ էլ տեսար ինչքան որ աբորտից կռուտի տեղացկա ընկնում են հետևներիցս, ով եսի մե, այսօր ես տրամադրված եմ գինեկոլոգի նման, այսինքն այնքան եմ տեսել որ արդեն զեզվել եմ հորս արև, լավ, այսօր մենք խոսելու ենք հայկական ժողովրդական աբորտի մասին, վատ թեմա է, չէ, գայդինը թեմա ինչ է, ճիշտ է մի քիչ 18 պելյուսոտ է, բայց դե հիմա ինչը 18 պելյուս չէ, որ հիմիկվա գլամուրները աբորտին ասում են eject, eject-ը որն է այ քո ցավատանեմ, Դիսկավոդ է, ինչ է, CD-ROM է, աբորտը շատ ունիկալ բան է, այն հորինվել է մարդու կողմից, մարդու համար, մարդու դեմ, նախ ամեն մարդ պետք է իր գլխից մեծ շագանակագույն զանգված չուտի, թե չէ որ հետո զակազը գալիս է, արդեն շատ դժվար է լինում ատկլանից անել ախպեր ջան, ու էտուն որ տանում մանգաղում հանում եք, իրանք կարող են մեծանան ու ձեզանից 1000 գլուխ լավ մարդ դառնան, եղավ, աբորտը աշխարհի ամենավատ բանն է, ինչու են ոմանք սկզբից կյանք տալիս, հետո խլում այն, մարդիկ տարբեր պատճառներով են դիմում այդ քայլին, ոմանք պրոստը մոռանում են ապցեկա մտնեն, ու դրա պատճառով հետո eject են անում ու ազատվում գլխացավանքից, ոմանք այնքան են աբորտանում մինչև տղա բռնեն, ջոգել են թե խաղաքարտ է, հա խառնում թազա են բաժնում, ուղղակի մոռանում է որ ալանքում ոչ թե անշունչ առարկա է վարի գնում, այլ ժիվոյ մարդ, ուղեղով, սրտով, հոգով, հետո է ասել որ մարդու կյանքն անգին է, ղապանցի գիտնականներն ապացուցել են որ մարդու կյանքի գինը ուղիղ համեմատական է աբորտի գնի հետ, Цена жизни, ну, 35 тысяч դրամով էլի, արդի Կարողների, երկիծաբանների, սցենարիստների, ու արվեստագետների մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր աշխատում են որ մի հատ հետաքրքիր միտք ծնեն, բայց հետո որ կարդում կամ նայում ես, մտածում ես ավելի լավ էր աբորտ անեին այդ մտքերը։ Տանել չեմ կարում, ցխկվում եմ այն մորքուրներից, ովքեր հենց իմանում են որ հարսը հղի է եւ աղջիկ է բերելու։ Վրաս թթվում են տղու ականջին, ու ստիպում են որ տանեն այդ երեխուն հանեն։ Ինչի այն մոքրա։ Դու աղջիկ չես ունեցել։ Հեկ հոստանոկները մենակ տղու վրա են աստրոյկա արածեղել։ Ինչ տարբերություն աղջիկ է թե տղա։ Երեխա չէ բը։ Կամ էլ, եթե տղա արտադրելու ձևը այդպես շատ լավ գիտես, ու այդպեսի լավ հայր մայր ես քո տղու համար, ուրեմն հարսիդ մի քանի խորհուրդ տայր որ տղա ունենար ու հետո չուղարկեիր գիլու բերան ախպեր։ Աբորտը քեղ բան է։ Այդ յուրաքանչյուր աբորտի ժամանակ պետք է մտածեք որ մարդ եք պիսկում արա։ Պրիտոմ այն մարդուն, ով ամենաշատն է զգում ձեր պաշտպանության կարիքը։ Լինում են դեպքեր, երբ աղջիկը ընկնում է մի անասունի ծնունդ կյադու ազդեցության տակ։ Ռոջի ինքը նորմալ աղջիկ էր ախպեր ջան, բայց արի ու տես, որ հիմա արդեն նարդոսի սպանված աղավն ու սառա են անում։ Ու հետո մտածում է տնեցիկ չիմանան։ Տնեցիկ իմացան ու դադադադամ։ Այս աղջիկը կամ երակ կամ կիևյան, բայց վսյոտակի աբորտ են անում, հետո նոր խառակիրի։ Աբորտին կարող է հրահրել յուրաքանչյուր բան։ Օրինակ աբորտ անում են։ Աղջիկներն ովքեր նոր ասացից նման թեփ կերել ու տախտակ են մեծացել։ Աղջիկներն ովքեր օրեկան մի քանի անգամ են դաժե հասցնում աբորտ անեն։ Արդեն տրանսվիստիտներն ու գոմիկներն էլ կարող են անեն, որովհետև որևէ հավասարություն մտցնում են։ Սես, կեսուրները կդրթեն, որ հարցները աբորտ անեն։ Մորքով, հոդու ես չես, մի արա։ Գայդին հայ տղա գինեկոլոգները գոմիկների համար սահմանել են ձրի աբորտ, որ դրանք չբազմանան էլի։ Որոշ մարդկանց օգուտ աբորտն ունի նաև իր դրական կողմերը։ Օրինակ, եթե աբորտը այդպիսի լայնամասշտաբ կիրառվեր մոտ 40 տարի առաջ, ապա լիքը փուֆ մարդիկ հիմա չէին լինի, հիմա ավելի լավ կապրեինք, հիմա ավելի լավ երկիր կունենայինք։ Բա, լինում է որ պատուղը արդեն եկքա հասուն երեխա է լինում։ Արդեն դուրս է գալիս երեխեքի հետ խաղում է, արդեն ապագայի պլաններ է մշակում։ Մեկ էլ էս մերը դնում հայդապ իսկում է, բա հերիք էլ ըսպես արա։ Այնտեղ ովքեր վրա սաղսիգասներին տանում են աբորտի, իրանց մենք խորհուրդ ենք տալիս մենակ թելպադում ախպեր ջան։ Բայց բարիս բուն իմաստով լրիվ։ Նասկվոս, այնպես որ այլևս հնարավոր չլինի ոչ մեկին, ոչ երկուսին, ոչ էլ 215 ոչ մի բան, ոչ մի ձև։ Նասկվոս։ Մի քանի տարուց դու օրեկան 2 անգամ աբորտ կանես։ Քեզ իրանց մոտ պծիշկա դրած կունենան թաղի սաղ տղերքը։ Ու 25 տարեկանում դու արդեն 50 կերևաս։ Ապրես մալալետկա ջան։ Խմիր այդ արաղը։ Դրանից ճիշտ էլ չկա ախպեր ջան։ Մոտավոր հաշվարկներում աշխարհում ամեն տարի 46 միլիոն հղիություն ընդհատվում է էջեկտով։ Ամեն տարի 70,000 կանայք մահանում են ոչ անվտանգ աբորտի հետևանքով, անհայտ թվով կանայք էլ տառապում են բարդություններից։ Թույլ տվեք որ նա տեսնի արևը, լսի գարնանային անձրևի ձայնը, հրճունների ծլվելոցն ու զգաց աղիքների բույրը։ Ձեզ համար դյուրին չէ թողնել որ նա ծնվի, իսկ նա նույնիսկ չի կարող պաշտպանվել, ճճալ փախչել։ Այսքանն էր այսօրվա անտիվիրուսը, իսկ մենք մինչև մամուլին անցնելը հրավիրում ենք բոլոր բարի մարդկանց ուշադրությունը։ Երեխայի մոտ բարդ վիրահատությունից հետո առաջացել են բարդություններ եւ հիմա նրան հարկավոր է երկարատև վերականգնողական բուժում։ Փոքրիկ Մայրամը ունի մեր բոլորիս օգնության կարիքը։ Չեմ դժգոհում, չեմ փոշմանում, որ երեխային այս ձևի տուն եմ բերել։
Ես հաշվեհամար եմ բացել երեխայի համար, ասենք ցանկացողները ոչ ստիպողականը, ոչ բանա, ցանկացողները շատ ուրախ կլեն, որ օգնեն, մանավանդ ամուսնուս կողքից չի։ Յանը մեղադրելու չկարողացավ այդ խոսքից տեսնի։ Ուզում եմ ասեմ, որ ինչ ձևել երեխա լինում, դա Աստծո պարգևն է, եւ չպիտի հրաժարվես երեխայից, պիտի պայքարես մինչև վերջ, որտեղ Աստված մեծ է, լսում է մեր աղոթքները, ինքը բժշկում է, փաստ իմ երեխան, որ ասում է ինչի ապրի, բայց ինքը ապրում է, դժվարություն ունի, դա կհաղթահարենք, ու հուսով եմ, որ ստացվի էլի նկարենք, ցույց տամ արդեն երեխային ամբողջությամբ լավացած, որ տեսնեն, թե ինչ հրաշքներ են կատարվում։ Բոլոր երեխաներին ցանկանում եմ առողջություն, անհոգ մանկություն։ Ձեր ցուցաբերած ցանկացած օգնությունը օգտակար կլինի երեխայի համար։ Անտիմամուլ առաջին էմը գրում է. Նոր ներքնաշոր արհեստական հետույքով վերջերս բրիտանական Asda սուպերմարկետների ցանցն առաջարկել է իրականացնել երկրպագուների երազանքը եւ փորձել էժանագին ներքնաշորը, որի մեջ արհեստական հետույք է դրված։ Ներքնաշորի արժեքը $9.6 է, սակայն ընկերությունը չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա եւ առաջարկում է կրկնակի բարձիկներով ներքնաշոր, որն առավելագույնս մեծացնում է հետույքը։ Էս ի՞նչ լավ եղավ։ Հիմա սա խամակի ձուր աղջիկները կարողանալու են մեծացնել իրենց հետևը։ Սարսափելի թույն արտահայտություններ անցավ մտքովս կապված այս առարկայի հետ։ Առարկայի։ Հա, առարկայի։ Ինչի զարմացար, որ շոշափելի չէ։ Ուրեմն լսեք։ Մամ, չես տեսել սուր եմ դրել, կամ կյանքը սպասի հեսա հակնեմ իշնել։ Վարդուշիկ ուրաքո տետրը։ Գեր Ղազարյան, մոռացել եմ տանը։ Դեբիլ, մոռանա իր տանը։ Լավ, հակասանիտարական բաները թողնենք հանգիստ ու անցնենք առաջ։ Իմեդիա կետը գրում է. Բաքվում հայերի տապանակարերից մայթ են կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ 1 ամիս առաջ բնակավայրում ջրի խողովակ է անցկացվել։ Աշխատանքներից հետո փորված փոսը ծածկվել է մեծ քարերով։ Տեղացած հորդառատ անձրևներից հետո պարզ է դարձել, որ դրանք գերեզմանաքարեր են։ Ճանապարհը կառուցելու համար օգտագործվել են Նարիմանյանի շրջանի Մոնտինո գերեզմանոցի տապանակարերն, ուր թաղված են եղել ռուսներ, հայեր եւ այլ քրիստոնյաներ։ Գերեզմանոցը ոչնչացվել է դեռևս 2007 թվականին, իսկ տարածքում ընթացող շինարարության ժամանակ անընդհատ հայտնաբերվում էին մարդկային ոսկորներ։ Հլես ու ռոդներին նայեք։ Բաչը վերցնես են նորվա ասածս արհեստական 10 գլուխները չարտես։ Էդու մատը որ խառն եղել կոնկրետ էս գործում, դրան պետք է այն բանից անել։ Որ բանից։ Ադե այ ախպեր ինչ էլ հետաքրքրասեր ես, այն բանից, նատուրի այն բանից։ Հենդերիկ թողի կարտեն իսկականից։ Չէ լավ, բերեք ծուրը նստենք դուզը խոսենք։ Աշխարհի որ ազգով է, նա է սա տեղություն է։ Նյուզեմը գրում է. Աշխարհում առաջին անգամ նշում են զուգարանի օրը։ Աշխարհի պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ը նշում է զուգարանի օրը։ Այն հաստատվել է այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի կողմից ընդունված բանաձևով։ Այսպիսով միջազգային հանրությունը փորձում է ուշադրությունը հրավիրել մարդկության 1/3-ի վրա, որը զրկված է սանիտարական նորմալ պայմաններից։ Զուգարանի միջազգային օրը նշելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սինգապուրը, որտեղ գտնվում է զուգարանային համաշխարհային կազմակերպության շտաբ բնակարանը։ Ներկայումս այն միավորում է աշխարհի 86 երկրների ավելի քան 500 ընկերությունների։ Ինչ կլինի, բերեք աշխարհում մի օր էլ նշենք ոտի հոտի օրը։ Ի նշան այդ օրվան մենք բոլորս կհագնենք անորակ բոթասներ ու մի շաբաթ չենք անի։ Հետո հանելուց հետո համատարած բուխ կկանգնի ամբողջ աշխարհում։ Մեկ ու մենք կնշենք ոտի հոտի օրը։ Կամ քելեք ունիտազի ծնունդը նշենք, կամ Սավոքի հոր պանիղի դան։ Ու շատ հետաքրքիր կլինի։ Զուգարանի օրը առավոտ կզարթնենք ու մեկս մյուսից կասենք. Զուգարանի օրը շնորհավոր, Անուշ ջան։ Բոլոր ալիքներով կցնծա։ Այսօր զուգարանի օրն է, բլա 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 բլու բլու։ Ու մարդիկ իրար նվերներ կանեն։ Գիտեք ինչ նվեր։ Փոքրիկ ունիտազիկներ կնվիրեն Զմին Միանես։ Ու ասենք ամենախնդալուն կլինի այն, որ զուգարանները կհավաքվեն կորպորատիվ միջոցառում կանեն, իսկ այն Տաթևի մոտի հարստական բիո զուգարանները վաբշե իրանց օրվա կապակցությամբ կփակեն Երևանի ամենաթանկանոց օբյեկտները ու գնաց հարիլուս տժոցի։ Անտիվիդեո։ Հիշում եք Շարիկ գլորողեն ձյաջային։ Հիմա այս մեկն էլ է վերցրել վլաշ նատ նոթբուքը ու ժամանակը մերցնում է խաղերով։ Եվ եթե եղել են սխալներ, ապա շատերում շատ քիչ աշակերտներ են սովորում միջև 100 հոգի, շուտով քննարկելու ենք 2013։ Շատ ողջունելի է, որ մարդիկ աճել են։ Այն ժամանակ Շարիկ գլորել էր, իսկ հիմա շախմատ։ Լավ է, որ գոնե ինտելեկտուալ խաղով է զբաղված։ Պատկերացնում եք, այս երկրի վիճակը այնքան վատանա ու այնքան մարդիկ թքած ունենան դրա վրա, որ խորհրդարանում արդեն սկսեն հավալա խաղալ։ Սարսափ ժանրից է։
Մենք բարձր ենք, թե ինչ վերաբերմունք են դրսևորում աղջիկները ավտոբուսում քնած մարդկանց հանդեպ։ Արհամարական։ Ախր ջանդան, որ էս հոպարը առավոտ կանուխելի ուզեցել է քնել ու նստած ննջում է ավտոբուսի հետևի սիզելնիկի հանդեպ։ Դուք ուշադրություն դարձրեք կողքի աղջկա բացարձակապես կենթանության նշաններ ցույց տվող դեմքին։ Կամ էլ ջոգել է, որ մեկը սումքի հետևից թաքուն նկարում է քնած հոպարին ու ինքն էլ պալիբոմու կադրում դուրս է գալու, դրա համար էլ այդպեսի դեմք են տունել։ Շուտվանից մոտս պահած մի զիբիլ ունեի, որ այսօր որոշեցի ճպստեմ ձեր դատին։ Ուրեմնս, մի հատ աղջիկ լինելով հայ, մի օր որոշեց դուրս գա տնից ցկցկալու եւ ահա թե ինչ ցկցկ պատմությունների մեջ ընկավ։ Մի խոսքով, վատ պատմություն անտիվիրուսի եթերում։ Հերիք չի, որ այդ օրը սաղ գիշեր ինքը ունիտազի դեմքին էր հետ տալիս։ Մի բան էլ այնքան վատ էր, որ չէր էլ նկատում, թե ոնց է հայտնվել ուրիշի հեռախոսի ուշադրության կենտրոնում։ Ու այդ ուրիշը մյուս օրը վիդեոն բեղնավորելու էր YouTube ու այդ աղջկան խայտարական էր։ Ու ամենավատն այն է, որ այսպիսի պատերից կախված երևույթներ Երևանի որ ակումբում ասես կան։ Չնայած մարդկա իր համար լավ է, մարդել կա վատ է, մարդիկ տարբեր են, ինչ արած։ Մեզ կարող է գտնել նաև Խաբարովսկի Նավաստրոյկից ամեն օր Հայաստանի աղբորը զանգող, խամոզող, կանչող աղբոր նման աղբեր անգիստ ու կետեմ կայքում։ Դες մեզ ուղարկվող վիդեոներ պարտադիր պիտի լինեն հայկական ժողովրդական արտադրության, իսկ մելը դուք տեսնեք ստեղ։ Ձեր այդ անտիվիրուսներ կհանդիպենք մյուս կիրակի։ Բայց հետո որ կարդում կամ նայում ես, մտածում ես, որ ավելի լավ է աբորտ անեին ադմատկերը ասի գա։ Բայց հետո որ կարդում կամ նայում ես, ու այդ ուրիշը մյուս օրը վիդեոն բեղնավորել է։ Գոմիկների համար սահմանել են ձերի աբորտ։ Գայդին հայտ աղա գոմիկները բանի համար։ Գինեկոլոգներ։ Գայդին։ Սարսափելի թույն արտահայտություններ անցավ մտքովս կապված այս սարսափելի թույն արտահայտություն